Ռիոփենի եթերում Ռենյուզի գլխավոր թողարկումն է, ամփոփենք այս ուրբաթ 21-ը նախամարոտ։ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում խոսել է Թրամփի ուղու մասին։ 5 հայերը հասան Բաքու, հայտնի է ովքեր են նրանք։ Հայաստանում $500 միլիոն ներդրում պահանջող արհեստական բանականության գործարան կառուցելու ծրագրից նորություններ կան։ Իսկ Իրանում ջուր չկա, Թեհրանը հնարավոր է տարհանվի։ Ուկրաինայի ճակատագիրը 28 կետում հրապարակվել է Թրամփի ծրագիրը։ Եվ միս տիեզերք գերսկանդալային մրցույթն ու հայ մասնակիցը։ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, արձանագրում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ պարտավորվում են միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չբարձրացնել նաեւ ապագայում։ Ղազախստանի նախագահի հետ հանդիպումից հետո նա նաև ասել է, որ սա շատ ամուր հենք է տևական, կայուն եւ հուսալի խաղաղության համար։ Խոսել է նաև Թրամփի ուղու մասին ու կարծիք հայտնել, որ երբ այն իրականություն դառնա, կմեծացնի Հայաստանի արտահանման պոտենցիալը դեպի արևելք, Ղազախստանի արտահանման պոտենցիալը դեպի արևմուտք։ Այլ հայտարարություններ էլ են եղել, եկեք դիտենք ու շարունակենք։ Վարչապետ Փաշինյանը իր արդեն ավանդույթ դարձած սրտիկն այս անգամ ուղարկել է Ղազախստանից, որտեղ գտնվում է պաշտոնական այցով։ Ղազախստանի նախագահական նստավայրում Ակորդա պալատում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Կասիմ Ժոմարթ Տոկաևը, որտեղ միմյանց շնորհակալություն են հայտնել, գովասանքի խոսքեր փոխանակել եւ ընդգծել հայ-ղազախական հարաբերությունների կարեւորությունը։ Ձեր այցի ժամանակ կարևորագույն մի շարք համաձայնագրեր, փաստաթղթեր կստորագրվեն, եւս մեկ անգամ ցանկանում եմ ձեզ ողջունել Ղազախստանում։ Երևանն ու Աստանան ստորագրում են փաստաթուղթ, որով երկու երկրների հարաբերությունները պաշտոնապես վեր են բարձրացվում ռազմական գործընկերության մակարդակի։ Ինչպես նշել է վարչապետ Փաշինյանը, հարաբերությունների դինամիկ զարգացման նախադրյալները ձևավորվել էին դեռ անցյալ տարի Ղազախստանի նախագահի պաշտոնական այցի ընթացքում։ Սա իսկապես շատ գործնական եւ ռազմավարական գործընկերություն է եւ համոզված եմ, որ այս այցի շրջանակներում մենք այդ ամենի հետագա զարգացումը կապահովենք եւ ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով Ղազախստանում լինելը եւ ձեր կողմից հյուրընկալվելը։ Կասիմ Ժոմարթ Տոկաևը Նիկոլ Փաշինյանին հանձնեց Ղազախստանի բարձրագույն պարգևը՝ ոսկե արծիվ շքանշանը, նրան անվանելով իրական համազգային առաջնորդ։ Փաշինյանը ընդունելով պարգևը նշեց, որ դա հարգանքի տուրք է ողջ հայ ժողովրդին։ Բանակցություններից ու փաստաթղթերի ստորագրումից հետո Փաշինյանը եւ Տոկաևը համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի ու Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին, որը հիմնված կլինի փոխադարձ վստահության բարձր մակարդակի, ինքնիշխան հավասարության եւ փոխշահավետության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, վեճերի խաղաղ կարգավորման, ինչպես նաեւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա։ Կողմերը պայմանավորվել են շարունակել գործակցել ԵԱՏՄ շրջանակում եւ պաշտպանության ոլորտում։ Այցը զերծ չմնաց նաեւ մշակութային եւ ոչ պաշտոնական դրվագներ։ Աստանայի փողոցներից մեկը կոչվեց Մեսրոպ Մաշտոցի անունով, ի պատասխան Երևանում Աբայ Կունանբաևի անվան պուրակի բացման։ За такой прием. Спасибо большое. Ղազախստանի արտգործնախարարն անդրադարձավ նաև Փաշինյանի սրտիկներին եւ կատակեց, որ յուրաքանչյուր մարդ իր վայբն ունի։ У человека есть, как говорите, вайб. Յուրաքանչյուր մարդ իր յուրահատուկ վայբն ունի եւ Փաշինյանն էլ բացառություն չէ։ Սակայն այցի գլխավոր ինտրիգը բացահայտեց ղազախական կողմը։ Ղազախստանի փոխվարչապետ էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումարգարինը հայտարարեց մի ծրագրի մասին։ Աստանան ցանկանում է Հայաստանի տարածքով դուրս գալ դեպի Թուրքիա։ Սա հստակ ազդակ է, որ միջին միջանցքի զարգացման գործում Հայաստանը դիտարկվում է որպես առանցքային օղակ, շրջանցելով կամ լրացնելով վրացական երթուղիները։ Հիմա մենք գնում ենք Ադրբեջանի միջանցքով դեպի Վրաստան, դեպի Սևծովյան նավահանգիստներ։ Նոր երթուղին թույլ կտա դուրս գալ Նախիջևան եւ այնտեղից անմիջապես Թուրքիա, դեպի նրա ծովային նավահանգիստները։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ նոր լոգիստիկ լուծումներն ուղղակիորեն ազդում են շուկայական գների վրա, առնվազն զսպելով դրանց աճը եւ ստեղծելով ավելի կայուն առևտրային միջավայր։ Տարանցիկ ներուժն ըստ նրա շատ մեծ է։ Այլընտրանքային լոգիստիկ ուղիների ստեղծումը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ միջազգային առևտրում հենց լոգիստիկ ծախսերն են մեծ դեր խաղում ապրանքների մրցունակության հարցում։ Այդ իմաստով Ղազախստանի հետ լոգիստիկ լուծումներ գտնելը շատ մեծ հնարավորություն է տալիս։ Սերիկ Ժումանգարինը նշել է, որ օրակարգում նաև Ղազախստանի եւ Հայաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնման հարցն է։ Ըստ նրա Երևանի օդանավակայանում ծառայությունները շատ թանկ են եւ այժմ քննարկվում են սուբսիդավորման տարբերակները։ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Ղազախստանի վարչապետի խորհրդարանի Մաժիլիսի նախագահի հետ։ Մոնիկա Հայրոյան, Ռեոփեն մեդիա։
Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները հասել են Բաքու մասնակցելու երկօրյա կլոր սեղան քննարկմանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ այցի նպատակն է ակտիվացնել հայ եւ ադրբեջանական քաղաքասարակությունների ներկայացուցիչների շփումները եւ ձևավորել երկու հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ։ 5 փորձագետներից բաղկացած պատվիրակության Երևան-Բաքու-Երևան չարտերային թռիչքի կազմակերպման համար կառավարությունը նախորդին հատկացրել էր մոտ 17.5 միլիոն դրամ։ Բաքու են մեկնել Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը։ Հիմա եկեղեցու հետ կատարվողի մասին Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ կգնա մայրաթոռ, երբ բավարար չափով մաքրված կզգա իրեն։ Վաղարշաբաթի ընտրություններից հետո էլ Facebook-ում հայտնեց, որ ընտրության արդյունքներով համայնքի բնակիչները կարևոր լիցք տվեցին մայրաթոռը ամենայն հայոց կաթողիկոսից ազատելու գործընթացին։ Ինձ է միանում Սիմոն Հովհաննիսյանը, Սիմոն, բարի երեկո, հիմա ինչ սպասենք ու երբ։ Ողջույն Դավիթ, հստակ ժամկետներ չկան։ Ինչի վերաբերյալ էլ հստակ որևէ ճանապարհային քարտեզ այս պահին չկա, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը պատկերացնում իր բնորոշմամբ վեհարանը ազատելու գործընթացը, չի ասում, դա գուցե լինի հանրահավաքի տեսքով, թե երթի տեսքով, այդ մասով մանրամասն չկա։ Երբի մասով մի փոքր հստակեցում ունենք, երբ որ նշում է կգնա մայրաթոռ այն ժամանակ, երբ որ ինձ բավականաչափ մաքրված կզգամ, բայց դա էլ հարաբերական է։ Այս պահին մենք ունենք այն, որ Կիրակի օրերը գնում է ինչ-որ մարզերում, ինչ-որ եկեղեցիներ։ Տարբեր եկեղեցիներ, սկզբնական շրջանում հիմնականում Արագածոտնի թեմին պատկանող եկեղեցիներ, առաջին 2 շաբաթը Հովանավանք, հետո Թալինի եկեղեցի եւ կուզեմ այդ թեմայով նշել, որ հոգեվորականները, որոնք մասնակցում են այդ պատարագին, կարգալույծ են արվում։ Օրինակ Տեր Արամը, իր հոգևոր անվամբ Տեր Արամը կամ Տեր Մանուկը կարգալույծ են արվել։ Այսօր էլ մայրաթոռը քննարկում էր Տեր Թադեի գործը։ Թե կարգալույծ կարվի, չի արվի, զանգեցինք մայրաթոռ, ասացին, որ հստակ չի, այսինքն կարգապահական հանձնաժողովը քննարկվում է, գուցե կարգալույծ արվի, գուցե այլ բան որոշվի կամ գուցե ընդհանրապես խնդիր չլինի։ Թե այսօր կլինի, թե դա օրերի հարց է, նույնպես չհստակեցրին, այսինքն գուցե ասենք մի քանի օր տևի այդ գործընթացը կարգապահական նիստը մինչև որոշեն, հասկանան ինչ են անելու, Տեր Թադեի ճակատագիրը ինչ է լինելու։ Սիմոն, իսկ սա ինչ է։ Այստեղ պատկերել ենք, փորձել ենք հնարավորինս մոտ ստանալ եկեղեցի, հոգևոր իշխանություն եւ աշխարհիկ իշխանություն հարաբերությունները։ Այդ ձախի վրա տեսնում եք առանց դեմքերի ընդ որում, որովհետև չենք ուզում որևէ մեկի հետ նույնականացնել կամ որևէ մեկի հետ ասոցիացիա ստեղծել։ Ձախում տեսնում եք եկեղեցի եւ հոգևորական, մեջտեղի նկարում տեսնում եք քաղաքական գործիչ եւ ըստ երևույթին կառավարություն, արհեստական բանականությունը կառավարությունը այսպեսին է տեսել։ Եվ արդեն միապետ իր պալատով։ Սրանով իրականում խորհուրդը այն է, թե ինչպես են կարգավորվել առհասարակ տարբեր ժամանակներում եկեղեցի եւ աշխարհիկ իշխանություն, միապետություն կամ կարգավորված է սահմանադրությամբ, օրենքներով ամեն ինչ կարգավորված է։ Ինչ է կատարվում այդ դեպքում։ Մի քանի տարբեր մոտեցումներ կան։ Օրինակ, եկեղեցին եւ պետությունը անջատ են, դա սահմանադրորեն ֆիքսված է, դա քննարկման ենթակա չի։ Այստեղ հարցը այն է, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը եւ մյուս պաշտոնյաները որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ կարող են բարձրաձայնել հայ առաքելական եկեղեցու որևէ խնդրի մասին, որպեսզի եկեղեցին ավելի լավը դառնա այդ տրամաբանությամբ, եթե դիտարկենք, կարող են բարձրաձայնել։ Կարող է եւ հակառակ այդ դեպքում նաեւ լինել, չէ՞, այսինքն կարող է եկեղեցին ասել կառավարություն դու հոգեվորից հեռացել ես, ես գալիս եմ, չգիտեմ, քեզ այսինքն տրամաբանությունը նույնը չէ։ Հստակ գիծ դնել, որովհետեւ վերջին դարերում շատ երկրներում հատկապես քրիստոնեական երկրներում աշխարհիկը հոգևորից առանձնացել է։ Միմյանց գործերի մեջ խառնվելը արդեն կարգավորվում է սահմանադրությամբ, չեն խառնվում միմյանց գործերի մեջ, կոնկրետ Հայաստանի Հանրապետությունում։ Կան եկեղեցիներ, օրինակ անգլիկան եկեղեցին Անգլիայում, երբ որ միապետն է եկեղեցու գլխին կանգնած, բայց Հայաստանում ոչ եկեղեցին իրավունք ունի խառնվելու պետական գործերի մեջ, ոչ պետությունը իրավունք ունի խառնվելու եկեղեցու գործերի մեջ։ Այստեղ այսօր հենց հարցազրույց էինք անում կրոնագետի հետ, փիլիսոփայական գիտությունների տեխնացու, նշում էր, որ նման պարագայում պետք չի բարձրաձայնել նմանատիպ հանրային բովանդակություն տալ այդ ամենին, այսինքն պաշտոնյան կարող է բարձրաձայնել, որ խնդիր կա, բայց դա չանել հրապարակային, հատկապես տվյալ պարագայում, եթե մեր երկիրը տարիներ առաջ շատ լուրջ խնդիրների միջով է անցել, պատերազմը, Արցախի հայաթափումը, ամեն դեպքում խնդիրը եթե կա, օրինակ եթե եկեղեցում խախտել են որևէ
կարգապահական որևէ կանոն կամ կանոնադրություն, եթե կաթողիկոսը կամ այլ հոգևորականներ խախտել են, հոգևոր հոտը կարող է դրա մասին բարձրաձայնել եւ դա միտված է լինելու եկեղեցու առողջացմանը, բայց երբ որ դա անում են նման հարային մասշտաբով, հղի է հասարակության պարակման ռիսկով։ Այդ դեպքում հույս ունենանք, որ սա մի օր կավարտվի ու մենք այդ ժամանակ եւ հոգեբանական եւ հոգեկան եւ հոգեվոր մեր առողջությունը դեռ խաթարված չի լինի այս Կարևոր երբ որ ավարտվի այս ամենը, հասարակությունը պարակտված չլինի մի քանի մասի եւ արդեն հասարակությունը հոգեբանորեն որոշակի կայուն վիճակում լինի, որովհետեւ Հայաստանում դե կան շատ կրոններ, Հայաստանը ազատ է, խղճի մտքի դավանանքի ազատություն կա, բայց ազգային կրոնն է հայ առաքելական եկեղեցին եւ եթե չեմ սխալվում, չեմ կարող հստակ տվյալներ ասել, բայց կարծում եմ բնակչության մեծամասնությունը հենց հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ են։ Շատ լավ, այդ դեպքում եկեք տեսնենք մեր Սիմոնի ռեպորտաժը, շատ մանրամասներ չպատմենք ու շարունակենք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեին հրավիրել են կարգապահական հանձնաժողով։ Կարգալույց կարվի, մայրաթորից չեն հստակեցնում։ Կարգապահական նիստի ընթացքում քննարկելու են նրա գործունեության որոշ դրվագներ։ Գուցե եւ կարգալույց անեն։ Պրոցեսը կարող է մի քանի օր տևել։ Տեր Թադեն այն հոգևորականներից է, որ Հովհանավանքում մասնակցել է կարգալույց հռչակված քահանայի մատուցած պատարագին, իսկ այդ պատարագը մայրաթորը պղծություն էր որակել։ Հիշում եք, Փաշինյանն ասում էր վեհարան կգնա, երբ իրեն բավականաչափ մաքրված գա։ Մայրաթորի ազատագրման գործընթացը սկսել է, ընթանում է եւ անխուսափելիորեն հասնելու է տեղ։ Իսկ երբ տեղ հասնի, ինչ է սպասվում։ Ընդդիմադիրներն ասում են, ընդամենը մի ակնարկի են սպասում, որ գնան ու պաշտպանեն եկեղեցին։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խոնարհաբար, ինչպես եւ վայել է եկեղեցու հետ շփման պարագայում, կլսի ցանկացած կոչը մի քիչ շատ մեծ բան է, էլի ակնարկ վեհապար հայրապետի հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողմից եւ կլինի ամենավտանգավոր վայրում, այնտեղ որտեղ անհրաժեշտ լինի պաշտպանել մեր Սուրբ եկեղեցին եւ ինչպես որ անհրաժեշտ լինի պաշտպանել մեր եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ արձանագրում է, որ հոգեվոր նորոգման գործընթաց է սկսել։ Ես ուրախ եմ առաջին հերթին նրա համար, որ իմ հոգևոր կյանքը այսօր լիարժեք վերականգնվել է։ Որովհետև ես այսօր չեմ գնում պատարակների որպես վարչապետ, որ նստում են այնտեղ փողկապներով խիստ պատվիրակություններ։ Ես այնտեղ գնում եմ որպես հայաստանյան առաքելական եկեղեցու շարքային հետևորդ։ Հայր Ռուբենն այլ բան է արձանագրում եկեղեցի պետություն հարաբերություններում։ Սահմանադրության եւ սահմանադրականության խախտման հետ կապված հստակ դրսևորումներ կան։ Մեր երկրում արդարադատության ընդհանուր իրավիճակի հետ կապված մենք խնդիրներ ենք տեսնում, կապված ազատ տեղաշարժի, վանքերի սեփականության, ուրեմն մարդու անձնական կյանքի մեջ ներխուժման։ Իսկ ինչ է կարծում կրոնագետը, ընդունելի են եկեղեցի պետություն նման հարաբերությունները։ Ըստ կրոնագետ տեսաբան Անդրանիկ Ստեփանյանի, պաշտոնյան որպես հավատացյալ կարող է արձանագրել եկեղեցու խնդիրը, բայց ոչ այն բառապաշարով, ինչով արվում է։ Ցանկացած ոք, անկախ իր զբաղեցրած պաշտոնից, համոզմունքներից, անգամ կրոնական հարցերում տարաձայնություններից, իհարկե կարող է դա բարձրացնել։ Բայց ոչ այդ բառապաշարով, այո, այդ որ դուք նշեցիք համապատասխան բառերը եւ այնտեղ որոշ ուրիշ բառեր կար, որոշ մարդկանց հետ կապված։ Ըստ կրոնագետի պետք է գրագետ լուծումներ գտնել, թե եկեղեցին, թե հասարակությունը առողջացման կարիք ունեն։ Նման բախումները մանավանդ հասարակության մեջ բացարձակ ցանկալի չեն։ Դրանք վատ հետևանքներ են ունեցել։ Ինչու՞։ Որովհետեւ այս դեպքում ընդհանուր պետության, ժողովրդի միասնականության վրա ազդում։ Մենք պետք է հասկանանք, որ մենք ունենք առաջին հերթին պետականություն, դա առաջին տեղում է։ Հետո մնացածը։ Ստեփանյանը կարծում է, եթե կա փաստ կանոնադրությունը խախտելու վերաբերյալ, դա չպետք է հանրային քննարկման առարկա դառնար։ Խնդիրը փակ պետք է լուծվեր ըստ մասնագետի, հատկապես մեր ժողովրդի հետ վերջին շրջանում կատարված աղետներից հետո։ Սիմոն Հովանեսյան, Մկրտիչ Խաչատրյան, Լևոն Ոսկանյան եւ Էդգար Հարությունյան, Reopen Media։
Հայաստանում նախնական 500 միլիոն դոլարի ներդրում ենթադրող արհեստական բարոյականության գործարան կառուցելու ծրագրի մասին հաղթահարվել է ևս մեկ խնդիր՝ արտոնագրի հարցը, ու այս առիթով Facebook-ում գրառում է հրապարակել նույնիսկ ամերիկյան դեսպանատունը։ Ծրագիրը շատ հավակնոտ է, ներգրաված են համաշխարհային տեխնոլոգիական հսկաներ, իսկ թե ինչի մասին է խոսքը, ինչ է ԱԲ կամ AI գործարանը ու երբ է այս ծրագիրն իրականություն դառնալու, ինչպես փորձել է հասկանալ ու մեզ էլ բացատրել Անի Հովհաննիսյանը։ Արդեն կա արտոնագիրը, որը թույլ է տալիս կառուցել 500 միլիոն դոլարի ներդնում ենթադրող արհեստական բանականության գործարանը։ Այս մասին բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարն է հայտնում։ Firebird ընկերությունը ստացել է Միացյալ Նահանգների արտահանման լիցենզիա եւ հայտարարել Dell Technologies-ի հետ տեխնոլոգիական գործընկերության մասին, ամրապնդելով Հայաստանի դիրքերը արհեստական բանականության եւ թվային զարգացման ոլորտում։ Արձագանքել է նաեւ Միացյալ Նահանգների դեսպանատունը, հիշեցնելով, որ այս ոլորտում հայ-ամերիկյան գործակցությունը կապված է նաեւ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամանակ ստորագրված փաստաթղթերի հետ։ Այս նշանակալի առաջընթացը խթանում է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովում ստորագրված արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրագործումը։ Սա նաեւ կարևոր առաջընթաց է հայ-ամերիկյան առևտրային եւ ներդրումային հարաբերություններում։ AI գործարան կառուցելու ծրագրի մասին առաջին անգամ խոսվեց հունիսին։ Այն ժամանակ հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարության, Nvidia-ի, Firebird-ի եւ Team Group-ի համագործակցությամբ կառուցվելու է արհեստական բանականության լուծումներով աշխատող տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային եւ տվյալների մշակման կենտրոնը, ավելի քան 100 մեգավատ մասշտաբավորման հնարավորությամբ։ Հայտարարվեց, որ ներդրումային այս նախագծին որպես Firebird-ի հիմնադիր գործընկեր ռազմավարական խորհրդատում միացել է Flagship Pioneering-ի գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանը։ Իսկ ինչ է AI գործարանը, այն ոչ թե պարզապես հզոր համակարգիչը, այլ մի ամբողջ գործարան, որը ստեղծված է ԱԲ-ին սովորեցնելու համար։ Firebird-ի տվյալներով Հայաստանի AI կենտրոնի հզորության մոտ 20%-ը տրամադրվելու է տեղական ընկերություններին, իսկ մնացած 80%-ը վաճառվելու է ԱՄՆ-ում հիմնադրված տարածաշրջանում գործող ընկերություններին։ Սան Ֆրանցիսկոյում հիմնադրված Firebird-ը ստեղծվել է այս տարվա սկզբին։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Flagship Pioneering-ը Nvidia-ի գործընկերներից է, եւ շուտով Վաշինգտոնը կթույլատրի Nvidia-ի չիպերի վաճառքը Սաուդյան Արաբիային։ Գործարքը կնքվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի միջև անցկացվեց գագաթնաժողով նախագահ Դոնալդ Թրամփի եւ թագաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանի մասնակցությամբ։ Այս ամենին զուգահեռ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը այցելել է Apple ընկերության Կոպերտինյոյի կենտրոնակայան, հանդիպել ընկերության միջազգային համագործակցության ստորաբաժանման ավագ տնօրեն Ջեյսոն Լունգարդի հետ։ Մկրտչյանը նաև Google-ում է եղել, քննարկել, թե ինչ ուղղություններով կարող են համագործակցել արհեստական բանականության ոլորտում։ Իդեպ մենք այս թեմայի մասին այլ մանրամասներ իմանալու համար փորձեցինք կապ հաստատել ԲՏԸ նախարարության մամուլի ծառայության հետ։ Խոստացան առաջիկայում պատասխանել մեր հարցերին։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։ Գեր ժամանակակից ընդհանրապես ապագայից եկող տեխնոլոգիաների մասին խոսեցինք, մինչդեռ օրինակ Իրանում մարդիկ աղոթում են անձրևի համար, որովհետև եթե այն մոտակա օրերին չգա, Թեհրանը տարհանելու են, ջուր չկա, լճերը չորանում են, Ուրմիա լճից օրինակ գրեթե ոչինչ չի մնացել։ Թեհրանին խմելու ջուր մատակարարելը դարձել է լուրջ խնդիր, բայց լավ լուր էլ կա, անձրև գալու է։ Ինձ է միանում մեր պարսկերեն թողարկումների մեկնաբան Միլենա Դանիելյանը։ Միլենա, բարի երեկո, ինչ է ասում Իրանի նախագահը, հիմա կտարհանեն, թե չեն տարհանի։ Ողջույն Դավիթ, իրականում Իրանում ջրի խնդիրը կա դեռևս 5 ամիս է այս վիճակն է, 5 տարի նաև այս վիճակն է կապված երաշտի հետ եւ սա վերջին շրջանում այնքան խորացավ, Թեհրանում հիմա շատ վատ իրավիճակ է իրականում, ջրանջատումները բավական շատ են ու տեղումներ չկան եւ ամբարտակներից այդ հոսող ջուրը բավական նվազել է եւ այդ իսկ պատճառով երեկ իր ելույթում Մասուդ Փեզեշքյանը Իրանի նախագահը հայտարարեց, որ եթե մենք ժամանակին խոսում էինք, ասում էինք, թե Իրանի մայրաքաղաքը տեղափոխենք, սա անհավանական էր մեզ համար թվում, իսկ այժմ մենք ուղղակի ստիպված ենք դա անել։ Եվ նաև նշեց, որ կար իհարկե այն ժամանակ մի տեսակետ, որ Պարսից ծոցից ջուր բերենք հասցնենք Իրան, նա հերքեց սա, ասելով, որ դա ուղղակի անտրամաբանական է, որովհետև դա կապված է շատ մեծ ֆինանսների հետ, որը իհարկե չեմ կարծում, որ այս պահին Իրանը դժվար իրեն կարողանա
Այո, բայց նաև ես կարող եմ ասել այն, որ Փեզեշքյանի առաջ քաշած տեսակետը նաև ինձ համար է անտրամաբանական, ինչքանով որ անտրամաբանական է Պարսից ծոցից ջուր հասցնել է Իրան, որովհետև սա եւս կապված է շատ մեծ ֆինանսների հետ, իսկ Իրանը այս պահին ուղղակի ներուժ չունի, որպեսզի քաղաքը տարհանելը դա ֆանտաստիկայի ժանրից է, այսինքն այդ հսկայական քաղաքը, այդ հսկայական բնակչությունը ինչպես պիտի տարհանվի դա եւ անվտանգային եւ սոցիալական առումով բավական բարդ քայլ է։ Ես նույնպես այդ կարծիքին եմ, որ դա ուղղակի անհնար է։ Լավ, մենք ինչով կարող ենք օգնել։ Սյունիքից չենք կարող ջուր ուղարկել այնտեղ, չնայած Թեհրանը շատ հեռու է, դժվար հասնի։ Ահա ոչ, իհարկե, տեսեք, այս տեսակետը, որ Մասուդ Փեզեշքյանը առաջ է քաշում այս թեզը, հա, մայրաքաղաքը կամ տեղափոխենք կամ ինչ որ Թեհրանը տարհանենք եւ կամ մասնակի կամ ամբողջական ձևով, իհարկե սա իր առաջ քաշած տեսակետն է, բայց Իրանում շատ գերատեսչություններ փորձում են այլ լուծումներ առաջարկել, հա, օրինակ մեկը այն է, որ մնացած քաղաքների վրա փորձեն այդ Թեհրան եկող ներհոսքը բաշխեն, ու ես էլ եմ այդ տեսակետին, որ դա բնականաբար ավելի դրական լուծում է, ավելի իրատեսական լուծում է, քան ուղղակի մայրաքաղաքը տեղափոխելը, հա։ Շատ լավ, Միլենա, շատ հետաքրքիր է, ճիշտն ասած, ես չգիտեի, որ նման խնդիր կա եւ այսքան լուրջ է, չգիտեմ, որ նույնիսկ երկրի նախագահի մակարդակով խոսում են մայրաքաղաքը տեղափոխելու, բնակչությունը տարանելու մասին, բայց հուսանք, որ մեր իրանցի ընկերների գլխին անձրև կգա եւ ամեն ինչ լավ կլինի մոտակա օրերին եւ նման մեծ խնդիրների մեջ նրանք չեն ընկնի։ Ես կարծում եմ, որ իհարկե դրական լուծում կունենանք, որովհետեւ իհարկե մենք գիտենք, որ Իրանական ինստիտուտում այնպես չի, որ նախագահը եթե ինչ-որ բան հայտարարեց, դա այդպես է լինելու։ Նա հաշվի առնում մնացած փորձագետների կարծիքները եւ բնականաբար վերջում էլ հենց այդպես է լինելու, հաշվի առնելով մնացած փորձագետների, վերլուծաբանների առաջարկները գալու են հանգել մի կետի, որով կարողանան այս հարցին լուծում տալ։ Շատ լավ, արի բոլոր մանրամասները չպատմենք, դիտենք ռեպորտաժը, տեսնենք ինչ է կատարվում Իրանում։ Թեհրանը Իրանի 16 միլիոն բնակությամբ մայրաքաղաքը կանգնած է իր պատմության ամենալուրջ էկոլոգիական ճգնաժամի առաջ։ Անձրևների կտրուկ նվազումը, ջրամբարների չորանալը, բարձր սպառման արդյունաբերության նկատմամբ կախվածությունը մայրաքաղաքը հասցրել են մի կետի, երբ նախագահ Փեզեշքյանն է արդեն արտակարգ տարհանումից խոսում։ Երբ ասում էինք, որ պետք է մայրաքաղաքը տեղափոխենք, այս ժամանակ ասում էին, որ դա անհնարին է, սակայն այսօր իրականությունն այն է, որ այլևս այլընտրանք չունենք։ Սա հարկադիր քայլ է։ Նախագահ Մասուդ Փեզեշքյանը անդրադարձ կատարեց թեմայի, մասնավորապես ակնարկելով, որ եթե մինչև դեկտեմբեր ամսվա կեսերը չկարողանան լուծել խնդիրը, ստիպված են լինելու լքել մայրաքաղաք Թեհրանը, ու արդյունքում թեման ավելի մեծ ճանաչելիություն, այսպես ասենք, ստացավ եւ խնդիրը կապված է Իրանում ջրամբարտակների պակասի հետ, մասնավորապես Թեհրանին ջուր մատակարարող ամբարտակների ջրի քանակը պակասել է։ Այս քաղաքը տասնամյակներ ի վեր Իրանի արդյունաբերական կենտրոնն է եղել եւ ծանր արդյունաբերական բեռն է կրում։ Ու հենց այս ծանրաբեռնվածությունն է ըստ մասնագետների, որ վերջի վերջո հանգեցրել է այս ճգնաժամին։ Այս տարի Թեհրանում տեղումները նվազել են եւ ջրի նորմավորման մասին բավական լուրջ մտահոգություններ են առաջ եկել։ Ամիր Քյաբիր, Լար, Լաթիան, Մամլու եւ Թալեղան այս 5 խոշոր ջրամբարներն են, որ ապահովում են մայրաքաղաքի խմելու ջրի մեծ մասը։ Դրանք հիմա գրեթե դատարկ են։ Տեղեկություններ կան, որ Թեհրանի որոշ շրջաններում օրվա մեջ ընդամենը մի քանի ժամ է ջուր լինում։ Շատերը մտահոգ են, որ առջևում ավելի դժվար օրեր են սպասվում։ Յուրաքանչյուր որոշում, որը կկայացվի առաջիկա շաբաթներին եւ ամիսներին, կարող է փոխել մայրաքաղաքի ճակատագիրը։ Մայրաքաղաքում ջրի խնդրի ու էկոլոգիական աղտոտվածության պատճառով տարհանումը բարդ է, ժամանակատար եւ ծախսատար։ Իրանի նախագահ Փեզեշքյանը նաև հայտարարել է, որ տարբերակ կա մայրաքաղաքը տեղափոխել Պարսից ծոցի ծովափնյա շրջաններ, համեմատաբար անվտանգ վայրեր, սակայն տնտեսական դժվարությունների եւ սահմանափակումների ֆոնին այս տարբերակը եւս շատերը հնարավոր չեն համարում։ Իսկ մայրաքաղաքը Պարսից ծոցի շրջան տեղափոխելու նախագահի առաջարկը իրականում գոնե այս պահին իրատեսական չէ, հաշվի առնելով Իրանում առկա այլ գերակա ու կարևոր խնդիրները, եւ ես չեմ կարծում, որ մոտ ապագայում դա իրատեսական է, հնարավոր է այլ մեթոդներ գործարկվեն, հենց այլ քաղաքների օրինակով, մինչև կարողանան հարցին այլ լուծում գտնել։ Ավելի քան 92 միլիոն բնակություն ունեցող Իրանում ջրի խնդիրը միայն մայրաքաղաքում չէ։ Փեզեշքյանը եւս այսօր ասել է, որ ջրի խնդիրը վերաբերում է ոչ միայն Թեհրանին, այլև Իրանի այլ տարածաշրջաններին եւս։
Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագրի բոլոր 28 կետերը հրապարակվել են ու դե նաև փոխանցվել են Ուկրաինային, որ այնտեղ ծանոթանան։ Արդեն ակնհայտ է, որ այն ինչի մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները ճիշտ է։ Թրամփը Զելենսկիին առաջարկում է հրաժարվել Դոնբասի այն հատվածներից, որոնք դեռ վերահսկում է, մոռանալ Ղրիմի մասին, կրճատել բանակը ու այդպես շարունակ։ Իսկ թե ինչ է վերահսկում Զելենսկին, կարող եք տեսնել քարտեզի վրա։ Դոնբասի այն վերևի հատվածը, այսինքն Դոնեցկի շրջանը, որ տեսնում եք, Դոնեցկից մի փոքր վերև, այնտեղ երկու քաղաք է մնացել, որտեղ այսինքն դեռ ռուսները չեն մոտեցել այդ քաղաքներին, այնտեղ թեժ մարտեր են, բայց մոտենում են եւ առաջարկի գլխավոր կետը այն է, որ այդ երկու քաղաքի եւ հարակից տարածքների այդ ամբողջ շրջանը Թրամփը փաստորեն առաջարկում է, որ Ուկրաինան հանձնի Ռուսաստանին։ Մնացած հատվածը արդեն կվերածվի շփման գծի, բայց տեսնենք ինչ կլինի։ Ուկրաինան պատրաստակամություն հայտնել է քննարկել այս կետերը, թեև Ռուսաստանին տարածք զիջելուն դեմ է սկզբունքորեն։ Ինչի սա կհանգեցնի, խաղաղություն կլինի թե ոչ, դեռ վաղ է ասել, բայց խաղաղության այս փորձն ինքնին շատ խոսուն է։ Օրինակ ռուսների հետ բանակցել նոր են տվել 28 կետերը Ուկրաինային, այսինքն սա ռուսական կողմի հետ համաձայնեցված է, թե ոչ, կարևոր հարց է։ Որոշ փորձագետներ համոզված են, որ Ուկրաինային, նույնիսկ Եվրոպային Թրամփը չի էլ հարցնում։ Ավելին ոմանք կարծում են, որ Ուկրաինայում բռնկված կոռուպցիոն մեծ սկանդալը ամերիկացիները կարող են օգտագործել Զելենսկին հավելյալ ճնշելու համար, թեև դրա կարիքը գուցե չկա էլ, առանց այն էլ ամերիկյան աջակցությունը վճռորոշ է։ Ու քանի դեռ ուկրաինացիները փորձում են հասկանալ ինչ է իրենց առաջարկում Թրամփը, պատերազմն ավելի է թեժանում, ուկրաինական ողբերգությունը ռեպորտաժում։ Ռուսաստանը հայտարարել է, որ իր զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Կուպյանսկ ռազմավարական քաղաքը։ Ավելի վաղ էլ հայտարարվել էր Պոկրովսկի նկատմամբ իրենց հսկողությունը սահմանելու մասին։ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն անձամբ է զեկուցել նախագահ Վլադիմիր Պուտինին, որ անցած օրերին ռուսական զորքերը գրավել են 13 բնակավայր։ Արևմուտք խմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են Կուպյանսկ քաղաքը եւ շարունակում են ոչնչացնել Օսկոլ գետի ձախ ափին շրջափակված ուկրաինական զինված ուժերի ստորաբաժանումները։ Ռուսական զորքերի արևմուտք խմբավորման հրամանատարական կետում խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը չի մտահոգում սեփական ժողովրդի ու զինվորների ճակատագիրը։ Կրեմլի ղեկավարը նշել է, որ անցյալ տարվա մարտից ի վեր Ուկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է եւ այլևս չի կարող կոչվել քաղաքական ղեկավարություն։ Что такое политическое руководство Украины, мы уже понимаем. Կարծում եմ բոլորի համար պարզ է, որ այդ մարդիկ, որոնք նստած են ոսկե գիշերանոթների վրա, հազիվ թե մտածում են սեփական երկրի Ուկրաինայի սովորական մարդկանց ճակատագրի մասին։ Ի պատասխան Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են Ռուսաստանի Ռիազան քաղաքի նավթավերամշակման գործարանին հարվածներ հասցնելու մասին, նշելով, որ Պոկրովսկի ուղղությամբ նույն օրը ռուսական ուժերի 43 գրոհներից 38-ը հետ են մղել։ Ռազմական գործողություններին զուգահեռ ակտիվացել է նաև դիվանագիտական ջանքերը։ Ամերիկյան բանակի քարտուղար Դենիել Դրիսկոլը Կիևում հանդիպել է նախագահ Զելենսկիի հետ, քննարկելու խաղաղության ամերիկյան ծրագիրը։ Ամերիկյան պատվիրակության բարձրաստիճան մակարդակը վկայում է այն կարևորության մասին, որին Սպիտակ տունը տալիս է իր 28 կետանոց ծրագրին։ Մենք Միացյալ Նահանգների բանակը հավանաբար վերջին 20 կամ 30 տարվա ընթացքում մեր 4 բարձրաստիճան պաշտոնյաներին ոչ միտեղ չենք ուղարկել նման բանի համար։ Զելենսկիի գրասենյակը հաստատել է, որ նախագահը պաշտոնապես ստացել է Ռուսաստան-Ուկրաինա խաղաղ բանակցությունների Միացյալ Նահանգների մշակած նախագիծը եւ առաջիկա օրերին կքննարկի այն Դոնալդ Թրամփի հետ։ Ուկրաինացի պատգամավորները հրապարակել են խաղաղության Թրամփի ծրագիր, ըստ որի Ղրիմը, Լուգանսկը եւ Դոնեցկը ճանաչվում են որպես փաստացի Ռուսաստանի տարածքներ։ Խերսոնը եւ Զապորոժեն սառեցված են շփման գծի երկայնքով։ Ուկրաինան դուրս է բերում զորքերը Դոնեցկի մարզից։ Այնտեղ կստեղծվի ապառազմականացված բուֆերային գոտի։ Ուկրաինան պետք է սահմանադրորեն ամրագրի ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելը։ Զինված ուժերի անձնակազմը նվազեցնի մինչև 600,000-ի։ Ուկրաինային կարգելվի ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայել իր տարածքում եւ այդ երկիրը պետք է ամրագրի իր ոչ միջուկային կարգավիճակը։ Սպիտակ տանը սպասում են, որ Զելենսկին կընդունի Վաշինգտոնում մշակված խաղաղության պլանը մինչև զոհաբերության օրը, որն այս տարի նշվելու է նոյեմբերի 27-ին։ Financial Times-ին տեղեկացրել են ուկրաինացի պաշտոնյաները։ Նրանց խոսքով դրանից հետո ամերիկացի պաշտոնատար անձինք պատրաստվում են խաղաղության համաձայնագիրը ներկայացնել Մոսկվայում, որպեսզի ավարտվի հակամարտության կարգավորման գործընթացը մինչև դեկտեմբերի սկիզբ։
Կրեմլի խոսնակ Պեսկովն ասել է, թե Մոսկվան պաշտոնական ծանուցում չի ստացել Թրամփի խաղաղության պլանի վերաբերյալ, սակայն վերլուծաբանները վստահ են, որ ռուս-ամերիկյան գաղտնի բանակցություններում հենց Կրեմլի հետ են համաձայնեցրել այդ կետերը։ Զելենսկու գրասենյակում կարծում են, որ դա այդ ժամկետում կատարել չի հաջողվի, քանի որ ամերիկյան պլանում կան Կիևի համար կարմիր գծեր։ Քննադատները ծրագիրը որակում են որպես կապիտուլյացիոն։ Այն բախվում է լուրջ ներքին եւ միջազգային ընդդիմության, պայմանավորված տարածքային կորուստներով։ Չնայած ծրագրում ներառված են որոշ դրույթներ, ինչպիսիք են պատժամիջոցների փուլային վերացումը եւ Միացյալ Նահանգների տնտեսական երաշխիքները։ Ռուսաստանը զուսպ է գնահատում առաջարկը, իսկ Ուկրաինան այն համարում է անընդունելի։ Հատուկ բանագնաց Ուիտքոֆը եւ Մարկո Ռուբիոն վերջին 1 ամսվա ընթացքում գաղտնի աշխատում են խաղաղության ծրագրի վրա։ Նրանք հավասարապես աշխատում են երկու կողմերի եւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ, հասկանալու համար, թե ինչ պարտավորություններ կստանձնեն այդ երկրները տևական խաղաղության հասնելու համար։ Այս նախագիծը մտահոգություններ է առաջացրել Եվրոպայում, որտեղ պաշտոնյաները մտավախություն ունեն, որ իրենք մեկուսացված կմնան բանակցային գործընթացից։ Հակամարտության հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ տեղակալ Քրիստինա Գայովիշինը հայտարարել է, որ ուկրաինական հողը չի վաճառվում, փաստացի մերժելով Թրամփի ծրագիրը։ Գործընկերներ, դիվանագիտությունը տևական եւ արդար խաղաղության հասնելու միակ ճանապարհն է։ Միացյալ Նահանգները ներդրումներ է կատարել ամենաբարձր մակարդակով։ Անձամբ Միացյալ Նահանգների նախագահը այս պատերազմին վերջ տալու համար։ Մենք Ռուսաստանին առաջարկել ենք լավ պայմաններ, ներառյալ պատժամիջոցների մեղմացումը։ Մենք Ռուսաստանին կոչ ենք արել դադարեցնել իր հարձակումները եւ ուղիղ բանակցել Ուկրաինայի հետ խաղաղ կարգավորման հասնելու համար։ 4 տարի շարունակվող պատերազմի ընթացքում ռուսական ուժերը վերահսկում են Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ը։ Վլադիմիր Պուտինը դեռ 2024 թվականի հունիսին ներկայացրել էր իր հիմնական պայմանները, պահանջելով Կիևից հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից եւ զորքերը դուրս բերել 4 մարզերից՝ Դոնեցկից, Լուգանսկից, Խերսոնից եւ Զապորոժիայից, որոնք Մոսկվան հայտարարել է Ռուսաստանի տարածքի մաս։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Ֆրանսիացի քաղաքագետ Ալեքսանդր Դել Վալը մեր ֆրանսերեն թողարկման հեղինակ Հասմիկ Առաքելյանին պատմել է Ֆրանսիայում թուրքական ազդեցության մասին, անդրադառնալով նաև այն հարցին, թե ինչպես կարող է սա ազդել հայ համայնքի վրա։ Շատ հետաքրքիր զարգացումներ են Ստրասբուրգ քաղաքում, որի մասին սովորաբար խոսում են ԵԽԽՎ նստաշրջանների, Եվրոպական խորհրդարանի կամ ՄԻԵԴ-ի համատեքստում, որոնք գտնվում են այնտեղ, բայց Ստրասբուրգը առաջին հերթին քաղաք է Ֆրանսիայում։ Քաղաքապետը հայ է, բնակիչների մեջ էլ զգալի թիվ են կազմում թուրքերը, որոնք շատ սերտ կապեր ունեն, երբեք չեք հավատա քաղաքական որ ուժերի հետ, բնապահպանների, մի խոսքով եկեք տեսնենք իսկապես հետաքրքիր է։ Սա Թուրքիայի ամենաազդեցիկ կրոնական միության իսլամիստական Միլի Գյորուշի Եվրոպան գրավելու հստակ ծրագրերից մեկն է։ Ոչ ավելի, ոչ պակաս Եվրոպայի մայրաքաղաք Ստրասբուրգում ցանկանում են կառուցել թուրքական ամենամեծ մզկիթը։ 5 տարի առաջ թուրքական լոբին նույնիսկ կարողացել էր Ստրասբուրգի իշխանություններից 2.5 միլիոն եվրո դրամաշնորհ կորզել, որը նախագծի ուղիղ 10%-ն է։ Սակայն մեծ սկանդալի հետևանքով Միլի Գյորուշն իր դիմումը հետ վերցրեց, իսկ շինարարությունն այս պահին սառեցված է։ Ինչ է սպառնում Ֆրանսիայի 600 հազարանոց հայ համայնքին թուրքական Բոսֆորի ինստիտուտի լոբիի սպառնալիքների պայմաններում։ Ֆրանսիացի քաղաքագետ Ալեքսանդր Դել Վալի համոզմամբ, եթե առաջիկայում Ֆրանսիայի ձախերն ու բնապահպանները գան իշխանության, ապա հայ համայնքը մեծ դժվարությունների առջև կկանգնի։ Երբ ծայրահեղ ձախերը ավելի մեծ կշիռ ունենան Ֆրանսիայում, հուսով եմ երբեք դա տեղի չի ունենա, բայց եթե ծայրահեղ ձախերը ավելի մեծ կշիռ ունենան, կարծում եմ նույնիսկ եթե պատմականորեն Ֆրանսիայի կոմունիստները հաճախ եղել են Հայաստանի մեծ բարեկամները եւ բազմաթիվ պատճառներով, օրինակ որ Թուրքիան ՆԱՏՕ-ում էր, ցեղասպանության հիշողության պահպանման հարցը, նաեւ շատ հայեր վաղուց քվեարկում էին կոմունիստների օգտին, որովհետեւ նրանք աղքատ էին ի սկզբանե եւ այլն, բայց կարծում եմ, որ եթե մի կողմ դնենք կոմունիզմը, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը, եթե ֆրանսիական ծայրահեղ ձախ տրոցկիստական Մեդիապարտի կամ Բոնիֆասի կամ Մելանշոնի կամ բնապահպանական ուղղվածությունը գա իշխանության, ապա հայերի համար բարենպաստ պայմաններ չեն լինի։ Իդեպ էկոլոգիստներն արդեն ապացուցել են, որ կապեր ունեն թուրքերի հետ, քանի որ նրանք ցանկանում էին Ստրասբուրգում Միլի Գյորուշի մեծ մզկիթ կառուցել։ Նրանք
Նրանք պատրաստ էին գումար տալ եւ դա դադարեցվեց, որովհետեւ սկանդալ եղավ։ Այստեղ զավեշտն այն էր նաև, որ Ստրասբուրգի քաղաքապետը հայ է եւ ընդ որում անդամակցում է բնապահպանների կուսակցությանը։ Սակայն Ժաննա Բարսեղյանից ոչինչ կախված չէր։ Ավելին, Բարսեղյանը 2023-ին ֆրանսիական պատվիրակության կազմում եկավ Սյունիք շրջափակման մեջ գտնվող արցախցիներին մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Դելվալի դիտարկմամբ ֆրանսիացիները որքան հայասեր են, նույնքան էլ նրանք սիրում են ուգանդացիներին կամ ինդոնեզիացիներին։ Բացառությամբ Վալերի Բուայեի եւ նրա նման անշահախնդիր հայասեր մի քանի այլ գործիչների, մյուսները հայ համայնքով հետաքրքրվում են որպես իրենց պոտենցիալ ընտրազանգված։ Մենք գիտենք, որ ծայրահեղ ձախերի եւ էկոլոգիզմի մի մասը, որը հաճախ շատ ավելի կարմիր է, քան կանաչ, էկոլոգիզմը Ֆրանսիայում հաճախ ծայրահեղ ձախ կուսակցությունն է։ Մենք գիտենք, որ այս շրջանակները արդեն ներթափանցել են թուրքական լոբիզմի շարքերը եւ նույնիսկ ավելի ու ավելի շատ, քան ադրբեջանական լոբիզմ, որի հաճախորդները նույն շրջանակից են, ինչ կատարցիները։ Կատարցիները եւ ադրբեջանցիները Իտալիայում եւ Ֆրանսիայում, որոնց ես ճանաչում եմ, գնել են շատ լրագրողների եւ սկսել են գնել քաղաքական գործիչների։ Հայտնի խավիարային դիվանագիտությունն է։ Դելվալն ասում է, օրինակ Մարսելում բոլորը հայ ընկեր ունեն եւ ինքը նույնպես իր հայ ընկերոջից է իմացել հայ դատի մասին, բայց թուրքերը քանակով ավելի շատ են, ամբողջ Ֆրանսիայում 1 միլիոն թուրք կա, որոնք հայ համայնքի նման հարգված եւ կազմակերպված ժողովուրդ են։ Հետևաբար կգա մի պահ, որ թուրքական լոբին կգերազանցի հայկականին։ Ֆրանսիան կմնա Եվրոպայում ամենահայամետ երկիրը, բայց դա ավելի ու ավելի քիչ տեսանելի ու շոշափելի կլինի։ Ես կարծում եմ, որ Ֆրանսիայում միակ քաղաքական ուժը, որը պաշտպանում է արևելքի քրիստոնյաներին, քանի որ եթե մենք դատում ենք գլոբալ, պետք է հայերին դիտարկել որպես Ֆրանսիայում արևելքի քրիստոնյաների փոքրամասնություններից մեկը, ինչպես Թուրքիայի ասորի քաղդեացիները, ինչպես Իրաքի կամ Սիրիայի արամեախոսները, ուրեմն միակ կուսակցությունը, որը շատ ուժեղ պաշտպանում է արևելքի քրիստոնյաներին, իրականում հանրապետականներն են, պարոն Բրունո Ռտայոյի գլխավորությամբ։ 2024-ի ազգային ժողովի ընտրություններից հետո նախագահ Մակրոնի վերածնունդ կուսակցությունն այլևս մեծամասնություն չի կազմում, իսկ երկրում եղած ներքաղաքական լարված մթնոլորտը ենթադրում է, որ 2027-ին սպասվող նախագահական ընտրությունները վճռորոշ կլինեն Ֆրանսիայի համար, ինչն էլ իր հերթին կանրադառնա հայ համայնքի վրա։ Հասմիկ Արաքելյան, Reopen Media։ Եվ միս տիեզերքի մասին վերջին տարիների գեղեցկության ամենասկանդալային մրցույթն անցավ Թայլանդում, հաղթեց միս Մեքսիկան Ֆաթիմա Բոշը, որի մտավոր կարողությունները քննադատել էր կազմակերպիչներից մեկը, միս Բրիտանիան ու միս Ճամայկան բեմից ընկել են, միս Թուրքիային թույլ չեն տվել ծածանել Թուրքիայի դրոշը, մի խոսքով մասնակիցների համար երևի հետաքրքիր է անցել։ Հայաստանը ներկայացրել է Փեգի Գարաբեգյանը, մրցույթում նա սկանդալներից հեռու է մնացել, բայց Հայաստանում ոչ, սոցցանցերում քննադատել են նրա զգեստը, բավականաչափ ոչ ազգային լինելու համար։ Փեգի Գարաբեգյան, ամերիկահայ մոդել, որ թագադրվել է որպես Միս Տիեզերք Հայաստան եւ ներկայացնում է մեր երկիրը հեղինակավոր Միս Տիեզերք միջազգային մրցույթում։ Ծնված Իրանում, հասակ առած Հնդկաստանում եւ Միացյալ Նահանգներում, Փեգին միշտ հպարտացել է իր հայկական արմատներով։ Նրա ուղին դեպի Միս Տիեզերքի թագը սկսվել է 1 տասնամյակ առաջ եւ այսօր լինելով գեղեցկության մրցույթներում իր կարիերայի գագաթնակետին, նա հայտնվել է թեժ բանավեճի կենտրոնում։ Բանավեճի պատճառը մրցույթում նրա ներկայացրած ազգային զգեստն է։ 22-ամյա Մարտուն Գևորգյանի դիզայնով ստեղծված զգեստը ըստ քննադատների հեռացնում է ավանդական տարազից։ Մարտունի խոսքով իրականում փորձել են ներառել հայոց պատմության, կրոնի, ճարտարապետության եւ մշակույթի բազմաթիվ շերտեր, սակայն հանրության արձագանքը բևեռացված է։ Մինչ ոմանք այն համարում են հայկական ինքնության համարձակ ու ժամանակակից մեկնաբանություն, մյուսները այն որակում են անճաշակություն եւ մեր մշակույթի ոչ պատշաճ ներկայացում համաշխարհային բեմում։ Armenian national costume, մի քիչ Armenian national չի մեր մեջ ասած, չգիտեմ։ Ոչ մի բան կներեք։ Ես չգիտեմ, ուսերի ինչ է անհասկանալի ինչ-որ թևիկները ինչա, չգիտեմ, անկեղծ ասած ոճը չհասկացա ինչ էր։ Ես իրականում չեմ նայում այդպես հաղորդումներ, դրա համար չգիտեմ, տեղյակ չեմ։ Մեր Միս Տիեզերքի շորը տեսել եք։ Ուժս։ Առաջ անգամ եմ տենում։ Պարտադիր չի կարծիք ունենամ, հատուկ կարծիք չունեմ, ավելի հետաքրքիր, ավելի կարևոր թեմաներ կարակ ասեք, չեմ գնահատական չեմ տալիս։ Հետաքրքրված չեմ ոլորտով, անծանոթ ոլորտ է,
Չնայած բանավեճերին Փեգի Ղարաբեկյանը հաստատակամ է իր առաքելության մեջ։ Նրա համար այս ճանապարհը տասնամյա երազանքի իրականացում է, մի ուղի, որտեղ իր խոսքով առաջնորդվել է իր հավատքով։ Սիրելի հայ ժողովուրդ, միշտ հիշենք, որ մենք ուժեղ ազգ ենք։ Մեր ապագան լույսավոր է, եւ մեր հույսը միշտ թող լինի Տեր Հիսուս Քրիստոսը։ Դերասան ոճաբան Արամ Նիկոլյանը սոցցանցերում թեժացած բանավեճի առիթով նշում է, որ նման մրցույթներում շատ զգեստներ ավելի շատ հիշեցնում են դիմակահանդեսային հագուստ, ինչպես օրինակ Շրի Լանկա մասնակիցը ներկայացել է թեյնիկի տեսքով։ Եվ այս համատեքստում Հայաստանի զգեստը կարող էր անգամ համարվել ձևաչափից դուրս, իր համեմատաբար զուսպ լինելու պատճառով։ Տեսել եմ այլ երկրների նաև մասնակիցների հագուստներ, որոնք որ հիշեցնում էին դիմակահանդես այդ ֆորմատի հագուստները։ Միգուցե կազմակերպիչները ունեն իրենց հստակ ֆորմատը եւ պահանջում են դա, ու եթե այդ տեսանկյունից նայենք, մեր աղջկա զգեստը անգամ ոչ ֆորմատի մեջ էր։ Որպես դիզայներ, որը հաճախ ոգեշնչվում է հայկական ինքնությունից, Նիկոլյանն ընդգծում է, որ կա շատ նուրբ սահման եւ կան արժեքներ, որոնք պետք է զգուշորեն մեկնաբանել ժամանակակից նորաձևության մեջ ներառելիս։ Շատ կարևոր, շատ նուրբ սահման կա ու կան արժեքներ իրականում, որոնց մոտենալիս պետք է զգույշ լինել։ Ինձ համար չկան արժեքներ, որոնց որ պետքա չի կարելի կպնել, իմ համար կան արժեքներ, որոնց որ պետք է ճիշտ մատուցել, ճիշտ դիրքով, ճիշտ տեղով, այսինքն օրինակ, եթե այսպես օրինակով խոսամ, որ իմ խոսքը նորից խնդիր չդառնա մարդկանց համար, խաչը երբևիցե խաչի սիմվոլիկան կոշիկի կամ ոչ հարիր տեղում չեմ տեղադրի։ Այսինքն քրիստոնեության գաղափարը ոտքից գլուխ կմատուցեմ, բայց իր սիմվոլիկան հստակ կետերով, հստակ տեղերով։ Նիկոլյանը ցավով է նշում, որ հասարակությունը հաճախ արժևորում է անկարևոր բաներ եւ ընդհակառակը արժեզրկում իրական արժեքները։ Նա նշում է, որ վերջերս Հայաստանում անցկացված նորաձևության շաբաթը գրեթե աննկատ մնաց։ Մինչդեռ Փեգի Ղարաբեկյանի զգեստն իր վրա է սևեռել բոլորի ուշադրությունը։ Մի քանի օր առաջ Հայաստանում նորաձևության շաբաթ էր անցնում ու շատ քչերն էին դրա մասին տեղյակ կամ տեղյակ են այն մարդիկ, ովքեր որ հետաքրքրվում են նորաձևության ու շատ քիչ են մարդիկ, ովքեր որ նմանատիպ աղմուկ կարան բարձրացնել լավ բանի համար ու կուզենայի գոնե դա փոխվեր մեր հասարակության մեջ։ Հնչած քննադատությունները միայն Հայաստանում եւ միայն մեր երկրի մասնակցին չեն ուղղված։ Ամբողջ մրցույթն է դարձել թեժ քննարկումների առարկա։ Miss Universe Laos 2025 is Salawa։ Այս տարվա հաղթող ճանաչվեց Մեքսիկայի մասնակիցը։ Աննա Հարությունյան, Մոնիկա Հայրոյան, Ստեփան Տիգրանյան, Էդգար Գուլոյան, Reopen Media։ Այսքանը հետևեք մեզ սոցցանցերում եւ բաժանորդագրվեք, ամփորձանք շաբաթ կիրակի եմ մաղթում ցտեսություն։